Այսպես, ես այսօրվանից արդեն կսկսեմ նայել ինչ է սպասում մեզ բոլորիս հաջորդ շաբաթ, մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Առաջինը սկսենք խոյերից։ Ինչ է սպասվում խոյերին հաջորդ շաբաթ, մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ այսպիսին. գերանդին նշանակում է կտրուկ կամ կտրող գործիք։ Նախ և առաջ զգույշ եղեք բոլոր կտրող գործիքներից հարգելիներս, դա առաջին նախազգուշացումն է, ձեզ չկտրեք հանկարծ պատահաբար, երեխաներից զգույշ եղեք, կտրող գործիքներից հեռու մնան։ Մյուս կողմից սա կարող է նշանակել, որոշ մարդիկ մի շաբաթ կարող է պլանավորել են վիրահատություն, ցանկացած վիրահատություն, նաև պլաստիկ վիրահատություն, այսինքն վիրաբուժության հետ ամեն ինչ, ինչ որ կապված է վիրահատության և կտրելու հետ։ Իսկ մյուս կողմից կարող է պարզապես լինել, որ խոյերը հաջորդ շաբաթ կլինեն մի քիչ կտրուկ որոշումներ կկայացնեն, միգուցե լեզվից կլինեն մի քիչ կտրուկ, կոշտ։ Զգույշ եղեք, որտեղ ասում են լեզվի կտրածը ավելի սուր է, քան թրի։ Ամեն դեպքում մի քիչ զգույշ եղեք հարգելիներս, կտրուկ լինելու ցանկացած հարցում։ Մյուս կողմից անձնական հարաբերություններում տեսնում եմ արագություն։ Ձիավորը ձիով գալիս է, նորություն է բերում, տեսնենք ինչ նորություն է բերում, ինչի հետ է կապված։ Ինչ որ լուր է գալիս ձեզ։ Տեսնենք։ Այսինքն կարող եմ ասել, որ անձնական կյանքում և անձնական հարաբերություններում առհասարակ բավականին շարժուն շաբաթ կլինի, աշխույժ կլինի, տանը մենակ նստած հավանաբար չեք լինի։ Շատ հետաքրքիր է։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Եթե հիշում եք, սկզբում ասացի, որ այստեղ կլինի ինչ որ լուր է գալիս, աշխուժություն կա, ինչ որ մեկը այսպես արագ լուր է բերում ձեզ, ամենայն հավանականությամբ շատ լավ լուր է բերում ձեզ, որտեղ շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խոյեր։ Լուրը կարող է գալ միգուցե տղամարդուց, սրտի տուզով կարող եմ ասել կամ տղամարդն է երևի թե այո, տղամարդուց է լուրը գալիս, այդպես եմ տեսնում ամեն դեպքում։ Միգուցե ձեր սիրած տղամարդուց, չեմ կարող ասել, ամուսնացած եք, ամուսնացած չեք, տղամարդը արտերկրում է, աշխատանքի է կամ հեռու է ձեզնից, չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, կամ պարզապես, եթե տղամարդը դուք եք ինչ որ լուրի եք սպասում, ձեր լուրը ի վերջո կգա, այո, լուրը կգա նաև նոր ինֆորմացիա կհաղորդի ձեզ, ընդ որում տեսնում եմ տուն է գալիս, այսինքն ես հեսա ձեր տան տղամարդն է, ձեր որդին է, այդպես կարող է լինել, լուրը գալիս է ձեր տուն, որտեղ սա ինչ որ ձեր հարազատի մասին է, իսկ եթե լուրը գալիս է տղամարդուց ձեր հարազատի մասին, կարող է լինել նաև այդպես, ում ինչպես վերաբերվում է, այդպես էլ կարող եք ընդունել հարգելիներս։ Ամեն դեպքում լավ լուր է գալիս եւ դա ձեզ բավականին լավ ինֆորմացիա է հաղորդում։ Ես կարող եմ ասել, որ լուրը սպասում եք վաղուց եւ շատ անհանգիստ եք, որ ինչ որ բան չի ստացվում։ Տեսնում եք, այստեղ տեսնում եմ աշտարակը քանդվող։ Նաեւ 6-ով նշանակում է ճանապարհ։ Եթե ճանապարհը չէր բացում, փակ էր ճանապարհը, այսպես կարող եմ ասել, որովհետեւ լուրը չէր գալիս։ Լուրը կգա 6-ով հաջողության կարտն եմ տեսնում, ճանապարհը կբացվի։ Եթե սա բառացիորեն ճանապարհի մասին էր խոսքը, եթե չգար այս լուրը, ինչ որ ճանապարհ պետք է գնայիք, ընդ որում մի քիչ հեռու ճանապարհ չէիք կարողանում, որտեվ նորություն չկար, չգիտեմ, վիզա չկար, ինֆորմացիա չկար, չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, ճանապարհը փակ էր այդ պատճառով։ Ճանապարհը բացվում է, որտեվ լավ լուր եք ստանում։ Ամեն դեպքում ինչի մասին էր, որ այս լուրը լիներ։ Ճանապարհը փակ կարող եմ ասել, գործարք եք ընկնում, գործարքը չէր ստացվում, քանի դեռ լուրը չէր եկել, գործարքը կստացվի։ Անձնական հարաբերություններում, եթե այստեղ սիրո մասին է խոսքը, չգիտեմ, ինչի հետ կապված, տան, ընտանիքի, չգիտեմ,
ամեն դեպքում լավ լուր եմ տեսնում եւ հաջողություն եմ տեսնում։ Ինչ լուր էլ որ գա, բավականին դրական լուր է, որին դուք վաղուց սպասում եք եւ որից ձեզ համար նոր ճանապարհներ են բացում, հարգելի խոյեր։ Դուք ինքներդ գլխի կընկնեք, թե ինչի մասին է խոսքը։ Աշխատանքում տեսնում եմ բանալի, շատ լավ կարտ է, շատ հաջող կարտ է բանալին, այսինքն կարող եմ ասել ցանկացած հարց, ինչ հարց էլ որ լինի աշխատանքի վայրում կամ ձեր գործերում կամ ձեր գործունեությունում, բիզնեսում, ինչ էլ որ դուք անում եք, ինչով որ զբաղված եք, չի լինի այդպիսի մի խնդիր հարց, որ չկարողանաք լուծել։ Ամեն դեպքում հենց ինքներդ էլ երևի թե կգտնեք տարբերակը ինչպես լուծել։ Եթե կլինեն իհարկե խնդիրներ, չեմ կարող ասել խնդիրներ կլինեն թե ոչ, ամեն դեպքում դուք ձեզ շատ հարմարավետ եք զգում ձեր աշխատանքում։ Այո, կարտերը եկան ապացուցելու ինչ որ նոր ասեցի։ Բանալին ձեր ձեռքում է, դուք լավատեղյակ եք ձեր գործին, ինչ գործ վրանում եք, գործարք եք կնքում, դուք աշխատում եք, ձեր գործն ունեք, ուրիշի համար եք աշխատում, դուք ձեր գործին տեղյակ եք, գիտեք ինչ եք անում եւ ինքներդ էլ ձեր ուժերի վրա եք հիմնվում։ Շատ լավ միջավայր ունեք, լավ էլ գումար եք վաստակում, կարող եմ տեսնել, լավ աշխատավարձ, դուք ձեր աշխատանքից գոհ եք, կամ նոր մարդիկ կլինեն ձեր աշխատավայրում, կամ ինչ որ նորություն կլինի, ինչ էլ որ լինի, արևով շատ լավ կլինի։ Աշխատանքի վայրում ձեզ շատ հարմարավետ կզգաք, եթե ինչ-որ մի նորություն փոփոխություն լինի, միայն դրական կլինի ձեզ համար։ Հարգելի խոյեր։ Այ ֆինանսներում տեսնում եմ սարը, ժայռ, այսինքն սա կարող է լինել ինչ-որ խոչընդոտ, տեսնենք ինչի հետ է կապված։ Ինչ խոչընդոտ կա ֆինանսների հետ։ Ինչն է խանգարում խոյերին ֆինանսների հետ կապված հաջորդ շաբաթ, տեսնենք։ Եք մի կարտ էլ ամեն դեպքում հանեմ։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես չգիտեմ ինչ խոչընդոտ է եղել, ինչն է ձեզ խանգարել։ Գիտեք, կարծես ինչ որ նպատակ ունեք, ինչ որ ցանկություն ունեք, այս ժայռը մի տեսակ պատահական ինչ որ մանր-մունր խնդիր է առաջացել։ Չեմ կարող ասել ինչի հետ է կապված, բայց շատ մանր-մունր է, 7-ը հատկապես շատ փոքր խոչընդոտ է, առանձնապես ոչինչ ինձ չի ներկայացնում։ Եվ ես տեսնում այստեղ դուք ճանապարհի մեջտեղում, այսինքն կարող եմ ասել որոշում պետք է կայացնեիք։ Ֆինանսների հետ կապված նաև տեսնում եմ ծառը առաջ խաղացում, այսինքն ինչ որ ֆինանսական հաջողության համար, ինչի հետ է կապված, ինչ հաջողություն է, գործարք է, վարկ եք վերցնում, չեմ կարող ասել, հարգելի խոյեր, այսպես շատ անհասկանալի է ինձ համար, բայց ինչ որ ճանապարհի մեջտեղում ինչ որ որոշում պետք է կայացնեիք, որովհետև ինչ մանր-մունր այսպես խնդիր է առաջացել, շատ մանր, այսինքն եթե բանկում եք գտնվում ու վարկ եք ուզում, հանկարծ պարզվի, որ դուք մի շատ փոքր, շատ չնչին այսպես փաստաթուղթ մոռացել եք երևի թե, հա դրա համար կգնաք նորից ձեր փաստաթուղթը կբերեք, ուզում ասեմ շատ չնչին, շատ փոքր, որը ոչ մի խնդիր իրականում չի առաջացնելու։ Միգուցե այս կտրողը ուզում եք կապել այս կտրողը ինչին է վերաբերում, որտեղ անձնական հարցերում շատ լավ էր, աշխատանքում շատ լավ էր, կարող է կտրուկ որոշում պետք է կայացնեիք, որովհետև միամիտ պատահաբար, այսպես ասեմ, այս մանր-մունր խոչընդոտն առաջացել է ֆինանսների հետ կապված ինչ որ հարցում, այստեղ դուք այդ որոշում պետք է մի քիչ ավելի արագ երևի կայացնեք, որպեսզի հաջողության հասնեք։ Հաջողության անպայման կհասնեք, որտեղ արև եմ տեսնում, բայց միգուցե մի փոքր ուշանա, որովհետև այդ մանր խոչընդոտն էր առաջացել։ Հասկանում եք, ես չգիտեմ ինչ օրինակ կարող է լինել, ել եմ ասում, ինչ որ փաստաթուղթ մոռացել եք, պետք է գնաք նորից վաղը բերեք թուղթը, որպեսզի կարողանան ձեր վարկը ձեզ տրամադրեն։ Ընդ որում վարկը կտրամադրեն, խնդիր չկա, ուղղակի շատ փոքր, մանր-մունր ինչ-որ մի խնդրի պատճառով։ Ուշանում է դրա պատճառով, բայց իրականում ամեն ինչ շատ լավ կլինի։ Իսկ եթե վարկի հետ չէր կապված, չեմ կարող ասել ֆինանսական ինչ գործարք, ֆինանսների հետ ինչ էր կապված, ֆինանսների եք սպասում, դրսից է գալիս, դուք պետք է ուղարկեք շատ փոքր, շատ չնչին ինչ որ խնդիր կառաջանա, դա մի փոքր կուշացնի, բայց իրականում այդ հարցը կլուծեք եւ ձեր ֆինանսներն էլ կգան։ Արևով ֆինանսներն ամեն դեպքում շատ լավ էին։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ցլերին։ Հաջորդ շաբաթ մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Ինչ է սպասվում ցլերին հաջորդ շաբաթ։
Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ ամպեր։ Տխուր են ցրերը մի տեսակ մի շաբաթ լինելու։ Չեմ կարող ասել ինչի հետ է կապված, ինչ տխրության մասին է խոսքը։ Ես թագավորով կարող եմ ասել, որ մի տեսակ անսպասելի ինչ որ տխրություն կարող է ձեզ վրա գալ։ Կդժվարանամ ասել, կարտերը կբացեն, կտեսնեն կոնկրետ ինչի հետ է կապված, բայց շատ անսպասելի է, այսպես չեմ կարող ասել, լուր կստանաք ինչ որ մեկից, այսպես շատ միգուցե չեմ կարող ասել, ձեզ հետ անմիջապես կարող է կապել չունենալ, մի փոքր տխրություն է, ես առանձնապես լուրջ խնդիրներ չեմ տեսնում։ Սա տեսնում եմ անձնական հարաբերություններում, տեսնում եմ արագիլը, սա նշանակում է փոփոխություն, նշանակում է տնից դուրս գալ, տեղափոխվել, բնակության վայր փոխել։ Տեսնենք ավելի մանրամասն ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը անձնական հարաբերություններում։ Անձնական հարաբերություններում ոչ մի տխուր բան չեմ տեսնում, հակառակը կարող եմ ասել, տեսնեք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Որոշ ցլերի համար կարող եմ ասել, միգուցե ճամփորդության եք պատրաստվում կամ հանգստանալու գնալու։ Կարող է լինել երկրից դուրս, կարող է լինել երկրի ներսում, բայց ամեն դեպքում ինչ որ հետաքրքիր ճամփորդություն եք գնում, ինչ որ կասկածներ, անհանգստություններ ունեք, ճիշտն ասած, այս կամ միգուցե տնից տուն եք տեղափոխվում, կդժվարանամ։ Սա ամեն դեպքում նշանակում է տեղափոխություն, փոփոխություն նաև։ Հիմնականում ավելի շուտ բնակության վայրի, թեկուզ ժամանակավոր։ Ինչ որ կասկածներ, անհանգստություններ ունեք, բայց բոլորովին արև եմ տեսնում, շատ գեղեցիկ եմ տեսնում։ Չեմ կարող ասել այս ինչ որ գեղեցիկ վայրեր էլ գնում եք, կարող է սա լինել ճամփորդություն իմիջիայլոց, որովհետև շատ հետաքրքիր վայրեր կարող եք այցելել եւ տեսնում եմ հաջողության կարտը։ Ճանապարհը բաց է, հարգելի ցլեր, ուր գնում եք, ինչ նպատակով էլ որ գնում եք, եթե գնում եք պարզապես հանգստանալու, լավագույն կարտերը արևը եւ ծաղիկները տեսնում եմ, ճանապարհը բաց է ձեր առջև, հաճելի վայրեր կգնաք կտեսնեք, ժամանցի վայրեր կամ չգիտեմ, տեսարժան վայրեր, ինչ նպատակ էլ որ ունեք, շատ գեղեցիկ է։ Ես անձնական հարաբերություններում ամեն դեպքում ոչ մի ամպ չեմ տեսնում, շատ գեղեցիկ է։ Անձնական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքում տեսնում եմ 9, նաև խարիսխը նշանակում է կայուն։ Այսինքն ինչպես կար, այդպես էլ կլինի։ Ու եթե այսպես ասենք անձնական հարաբերություններում դուք տրամադրված եք ճամփորդելու, արձակուրդ եք վերցնում մի քանի օրով, բնականաբար աշխատանքը կկանգնի, ոչինչ էլ տեղի չի ունենա, որտեղ դուք տրամադրված եք եւ հակված եք հանգստանալու եւ ոչ թե աշխատելու։ Ամեն դեպքում 1-2 կարդ անենք։ Տեսնեմ էլ ինչ կասեն կարտերը։ Տեսնում եմ աշխատանքի վայրում, ասում էի, կայուն եմ տեսնում, կայուն չի նշանակում լավ վատ, մի քիչ ավելի ձանձրալի է ինձ համար կայունը, երբ ոչինչ տեղից չի շարժվում, ոչ ավելի լավանում է, ոչ ավելի վատանում։ Կայուն, ինչպես կար, այդպես մնում է։ Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, ճիշտն ասած։ Ես այդտեղ տեսնում եմ օծի կարտը, որը կարող է, այս տվյալ դեպքում, որտեղ ոչ մի բացասական բան չեմ տեսնում, չեմ կարող ասել օծը վատ իմաստով, այլ օծը նշանակում է իմաստուն։ Տվյալ դեպքում ծառն եմ տեսնում, աջ, տեսնում եմ այստեղ շատ այսպես բանիմաց մարդ է եւ ես կարող եմ ասել, որ ձեր աշխատանքում ամեն ինչ կայուն է, բայց շատ նորմալ կայուն է, անկեղծ ասած։ Նույնիսկ եթե նոր եք աշխատանքի անցել, բավականին լավ միջավայր եմ տեսնում 10-ով, դուք լավ էլ գումար եք վաստակում, ձեր աշխատանքից դուք դժգոհ չեք։ Ձեր շուրջը կան եւ կանայք եւ տղամարդիկ, շատ նորմալ մարդիկ են, տարիքով մարդիկ կարող են լինել, որոնք շատ խելացի, իմաստուն, բանիմաց, կարող են ինչ-որ բան ձեզ սովորեցնել նույնիսկ։ Դուք աշխատանքում ակնկալում եք աճ, ճիշտն ասած, կարող է ինչ-որ մեկը ձեզ հետ խոսել, կարող է ձեզ հետ լինել աշխատող մի կին, որը բավականին խելացի է, այսպես կարող եմ ասել, եւ սիրում է օգնել, խորհուրդ տալ։ Չէ, աշխատանքի վայրում էլ կայուն, բայց ամեն ինչ շատ նորմալ է։ Ոչ մի խնդիր աշխատանքում չեմ տեսնում։ Այ ֆինանսներում տեսնենք, ֆինանսներում մի քիչ տխուր եք երևի, կամ ծախսեր են ձեզ առաջիկայում սպասում,
Կամ պարզապես ֆինանսները տեղից առանձնապես չեն շարժվում։ Դե եթե ես ճիշտ սկզբում տեսա այն ցլերին, եթե այն ցլերին ու վերաբերում էր այս արձակուրդը, ճամփորդությունը նաև նշանակում է ծախս։ Հաճելի ժամանակ կանցկացնեք, հաճելի գեղեցիկ վայրեր կայցելեք, միևնույն ժամանակ բնականաբար դա պահանջում է ծախս։ Տեսնենք։ Լրացուցիչ ինչ կասեն կարտերը։ Շատ լավ, հոյակապ կարտեր եմ տեսնում։ Ցլերի համար շատ գեղեցիկ, ճիշտ ասած, շփաթ եմ տեսնում։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե այս տխրությունը ինչի հետ է կապված, ինչ հանկարծ այսպես չգիտեմ, գիտեք, օրինակ երբ անձրև է գալիս, հանկարծ մի տեսակ տխրությունը, չնայած անձրևը գեղեցիկ է, չէ, եւ օդը շատ մաքուր, բայց մարդ մի տեսակ տխրություն թախից է գալիս հոգուտ, չես կարող ասել թե ինչու։ Այդպեսի ինչու պահ կարող է լինել։ Մարդը մեկ-մեկ շատ ուրախ երջանիկ պահերում էլ չէ, կարող եմ տեսակ թախից զգալ, թախից, որ իմ լավ ընկերը իմ կողքին չի, կամ ընտանիքի այս անդամը հետս չի այս պահին, իսկ ես հիմա երջանիկ եմ։ Կարող եմ ասել, այս թախից իրականում կարող է գալ ձեզ, որովհետեւ շատ հաջող շաբաթ է սպասում։ Հետաքրքիր, տեսեք ինչ կարտեր եմ տեսնում, նույն կարտերը դուրս եկան գրեթե անձնականում։ Տեսնում եմ արև։ Կարող եմ ասել, այստեղ ծախսեր կլինեն, եթե դուք ճանապարհ եք գնում, նայեցեք, նավով եմ տեսնում ճանայն, ցլերը ովքեր ծախսեր ունեն, ծախսեր ամեն դեպքում, եթե ճանապարհի հետ կամ հանգստի հետ չեն կապված, ապա շատ ինչ-որ հաճելի ժամանցի համար են ծախսում, հաճելի նպատակով են ծախսում։ Միգուցե կարող է դա ձեզ մի քիչ նեղացնի, որտեղ շատ է ծախս ավելի քան ակնկալում էիք, բայց ես կարծում եմ, որ արժե, ինչի համար էր, որ ծախսում եք։ Դե տեսեք ինչ կարտեր եմ տեսնում, հարգելիներս, արև, գեղեցիկ, ջերմ, մարդիկ, երեխաներ, եթե ընտանիքով եք հանգստանում, զրույցներ, շատ շփում կլինի եւ սա էլ հաջողության կարտը։ Ուր եք գնում, ինչ եք ուզում անել, ինչի վրա եք գումար ծախսում, շատ հաճելի։ Ցլերի համար այս դրությամբ կարող եմ ասել շատ գեղեցիկ շաբաթ էր սպասվում։ Ճանապարհը բաց է դեպի հաջողություն եւ աշխատանքի վայրում էր ամեն ինչ նորմալ, կայուն եւ անձնական հարաբերություններում եւ ֆինանսներում ծախսեր կլինեն, բայց կլինեն շատ հաճելի ծախսեր, հաճելի ճանապարհների կամ հանգստի համար, ժամանցի համար եւ հույսով եմ ձեզ շատ հաճելի հետաքրքիր հիշողություններ կպարգևեն հարգելի ցլեր։ Շատ լավ էր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում երկօրյակներին հաջորդ շաբաթ, մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ ձկներ։ Ձկների առաջին հիմնական իմաստը գումարն է, ֆինանսներն են։ Այսինքն միգուցե ներողություն երկօրյակների համար ֆինանսները այս շաբաթ կլինեն շատ կարևոր։ Կլինի նաեւ շատ շփում, կլինեն նաեւ շատ միգուցե այսպես երկօրյակները շրջապատված լինեն նաև ինչպես բառը ճիշտ գրագետ հայերենով ինչպես ասեմ ժողովրդի լեզվով ասած լպրծուն սկոլսկի ռուսերեն այսինքն դրանք լավ մարդիկ չեն կեղծ մարդիկ են մի տեսակ այդպիսի մարդկանցից մեջ մի քիչ պետք է զգուշ լինեք ձեր 4 կողմը որոնք ասում են մի բան բայց նկատի ունեն մեկ ուրիշ մի բան Կամ միգուցե երկօրյակներն իրենք հայտնվել այդպիսի վիճակում, որ իրենք պետք է կարողանան ուղղակի ինչ-որ ձևով իրենց ասածների, արածների տակից դուրս գալ։ Բավականին բարդ կարտ է սա ընդհանուր առմամբ, բայց մյուս կողմից ամենապարզ, էլի եմ ասում, մյուս կարտերը որ կնայեմ կտեսնեմ ավելի պարզ է ինչի համար էր, բայց եթե ֆինանսներն են առաջին հերթին, ապա ֆինանսները կլինեն երկօրյակների համար առաջնահերթ այս շաբաթ։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ արև Արևից այն կողմ էլ կարճ չեմ հանի, չեմ կարող ասել, տեսեք, համել տուս։ Այսինքն երկօրյակների համար շատ լավ եմ տեսնում։ Շատ լավ, ջերմ, արև, հաջող։ Մարդկային շփումներում լավ, ամեն դեպքում երկու կարճ անենք, ամեն դեպքում։ Սրանցով եկեք սրանով անենք։ Արևից այն կողմ չգիտեմ, էլ ինչ կարելի անել, շատ հաջող կարճ է արևը, բայց ամեն դեպքում Բայց շատ լավ է, եւ տզով, եւ լավ նորություններով, եւ լավ կզգաք ձեզ, շատ Չգիտեմ, ջերմ ուրախ կլինեք, մեծամասամբ երևի երկօրյակները տեսնենք։ Անձնական, եւ սիրային, եւ բարեկամական,
բոլոր տեսակ հարաբերությունների մասին է այստեղ խոսքը։ Տեսնում եմ այստեղ այգին, տեսնում եմ երեխայի կարտը եւ տեսնում եմ այստեղ արագիլը թևերը պարզած։ Փոփոխություն կլինի եւ նորություն կլինի եւ ինչ որ շատ ժամանց կլինի ներողություն, շատ շփում կլինի մարդկանց հետ, չի ամեն ինչ շատ լավ կլինի եւ երեխայով եւ նորություն կլինի եւ ինչ որ փոփոխություն կլինի, շատ այսպես թևերը պարզած, երկորակները, չգիտեմ, ինչ որ մի բան իրենց սրտով կլինի ամեն դեպքում, իսկ ես ինչ որ բան, որ ասում եմ, ճիշտ ասած չեմ կարող ասել ինչի հետ է կապված, բայց տեսնում եք, արևը ծածկում է ամեն ինչ, եւ արևը եւ տուզը կարող եմ ասել, շատ մարդկային հարաբերություններում շատ ամեն ինչ նորմալ է լինելու երկորակների համար։ Իսկ աշխատանքում եւ գործերում տեսնում եմ բանալին է շատ հաջող կարտ է, շատ։ Ես արևի հետ ինչ որ տեսա այգին, գնացեք հետաքրքիր վայրեր, ժամանցի վայրեր, շատ շփվեք մարդկանց հետ, հարգելի երկորակներ, որտեղ հաջորդ շաբաթ ձեզ շատ լավ, շատ հետաքրքիր շաբաթ է սպասվում։ Կարող եք նաև հետաքրքիր, չգիտեմ, մարդկանց հետ ծանոթանալ, պարզապես տնից դուրս եկեք, շփվեք մարդկանց հետ։ Իսկ աշխատանքում բանալին տեսնենք ինչ է նշանակում։ Ամեն դեպքում աշխատանքի վայրում էլ կամ ձեր գործերում, եթե ձեր բիզնեսն ունեք, ամեն ինչ պետք է լինի հաջող, որովհետև բանալին ձեր ձեռքում է։ Դուք կարողանաք բոլոր հարցերը ձեզ համար դրական լուծել։ Գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ գեղեցիկ։ Բանալիով արդեն լավ սկսվեց գործերն ու աշխատանքը։ Տեսնում եմ այստեղ ինչ որ նոր պայմանագրեր, նոր պայմանավորվածություններ, եթե նոր աշխատանք եք փնտրում նաև տզով, նոր ինչ որ գործ եք սկսել թեկուզ, շատ լավ կլինի, շատ բան կսովորեք, շատ այսպես աշխույժ կլինի, նոր մարդիկ կլինեն ձեր շրջապատում, շատ բան կսովորեք եւ շատ կփոխվի։ Եթե նոր աշխատանքի եք անցել, տզով կարող եմ ասել, այս ինչ որ նոր պայմանագիր է, նոր աշխատանք է, այդ դեպքում կարող եմ ասել, որ սա շատ տարբեր կլինի մյուս բոլոր գործերից, որ դուք արել եք, շատ տարբեր կլինի։ Կարծես լրիվ նոր աշխատանք եք անում, աշխատանքի բնույթը կարող է տարբեր լինել, բայց էլ եմ ասում, չի կարող լինել ոչ մի խնդիր, որ դուք չեք կարող հաղթահարել, շատ արագ կսովորեք նոր աշխատանքին եւ շատ արագ կհարմարվեք։ Տեսեք, գեղեցիկ կարտեր եմ տեսնում, շատ լրիվ կարմիր։ Իսկ եթե նոր աշխատանք չէ, նոր պայմանագիր է, պարզապես նոր կոնտրակտ եք կնքում ինչ-որ մեկի հետ, նոր գործարք եք անում, ձեր բիզնեսը, ձեր գործն ունեք, նոր հաճախորդների հետ էլի, շատ էլի գումարներն էլ կգան, շատ լավ է, կարմիր եմ տեսնում։ Աշխուժություն ամեն դեպքում աշխատանքի վայրում կլինի, ինչ էլ որ անեք, ինչ որ նոր բան եք սովորում, ինչ որ մի նոր բան եք ներմուծում, ինչ որ բան եք փոխում աշխատանքի վայրում, ինչ էլ որ լինի մեկ շաբաթվա մեջ, ամեն ինչ շատ դրական է եւ չի կլինի այդպիսի հարց, որ դուք չեք կարող հաղթահարել եւ լուծել։ Ֆինանսներում տեսնում եմ թռչունները, կարող եմ ասել, այստեղ շատ շփում կլինի ֆինանսների հետ կապված, շատ մարդկանց հետ կզրուցեք, շփվեք, տեսնենք ֆինանսների հետ կապված ինչ շփման մասին է խոսքը։ Չգիտեմ, բանկերում կամ այդպես ֆինանսական հաստատություններում ինչի մասին կարող է լինել խոսքը, տեսնենք ինչ կհուշեն կարտերը։ Ֆինանսներում էլ եմ տեսնում ամեն ինչ շատ նորմալ եմ տեսնում, ճիշտն ասած, եւ ես սկզբում էլ, երբ որ այստեղ ասում էի ձկներով գումարները, երևի թե սա ավելի շատ վերաբերվում էր գումարներին, քան թե մնացած բոլոր, չգիտեմ, մարդկանց, որ ասում էի, այդպես էլ կարող է լինել որոշ երկորյակների համար, բայց հիմնականում կարող եմ ասել, ձեզ համար ֆինանսները բավականին առաջնահերթ կլինեն այս շաբաթ։ Տեսեք, բավականին կայուն վիճակ է եղել ֆինանսներում, երևի թե ինչ-որ ժամանակ չեն ավելացել ֆինանսները, չգիտեմ, այսպես զրուցում եք մարդկանց հետ, փորձում եք տարբերակներ գտնել, ինչպես կարող եք ձեր ֆինանսներն ավելացնել, չգիտեմ, վարկ եք ուզում մարդկանց հետ զրուցում եք, կարող եմ ասել, որ նաև խորհուրդ եք հարցնում կամ մասնագետի եք դիմել։ Ինչ որ հարցով դիմում եք մասնագետի, որովհետև ձեր ֆինանսները չէին շարժվում, մի տեսակ կայուն, բայց ոչ լավ իմաստով էին կայուն։ Այսինքն ձեր գումարները չէին բավականացնում ձեզ, գալիս էին, բայց շատ քիչ։ Տեսնում եք 9 × 9 դառնում է
Քարպինջի 9, այսինքն փոփոխություն կլինի։ Դուք ինչ որ մասնագետի կդիմեք կամ ինչ որ մեկի խորհրդով կդիմեք, օգնության համար կդիմեք ինչ որ մեկի, որպեսզի ձեր այս բացասական կայունությունը փոխեք դրականի եւ կփոխվի, անպայման կփոխվի ձեր ֆինանսական վիճակը։ Այս զրույցները մարդուն դիմելու հետ էր կապված։ Ես այստեղ տեսնում եմ, չնայած կասկածներ ու անհանգստությունները, բայց իրականում կարող եք ինչ գործարքել, որ ունեք։ Եթե էլի եմ ասում, վարկ եք վերցնում, ձեզ վարկ կտան, որտեղ տեսնում եմ սրանով, որ գումարը գալիս է, 10-ը ցույց է տալիս, որ գումարները գալիս են։ Եթե պարտքով գումար եք վերցնում ինչ-որ մեկից, ապա գումարը էլ ձեզ կտրամադրեն։ Ինչ օգնության որ դիմում եք այս պայմանագիրը, չգիտեմ, ում հետ էլ որ կնքում եք, կամ պայմանավորվածություն եք, կամ թուղթ եք ստորագրում, ինչ-որ մեկից ֆինանսներ եք խնդրում, պահանջում, դուք կասկածներ ունեիք, բայց իրականում գումարներ ձեզ կգան։ Երևի թե ամեն դեպքում կարծում եմ, ինչ որ սկզբում ասացի, կարող է այնքան էլ ճիշտ չլինել, բայց իրականում կարող է պարզապես ձգները լինեին ֆինանսների մասին, իսկ ֆինանսներ ձեզ կգան։ Եթե հաջորդ շաբաթ չգան, պարզապես զրուցում եք, պայմանավորվում եք մարդկանց հետ հաջորդ շաբաթ, ապա կպայմանավորվեք։ Արդյունքը կլինի ձեզ համար շատ գոհացնող, հարգելի երկորյակներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում հաջորդ շաբաթ խեցգետիններին, մայիսի 31-ից հունիսի 6-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Տեսնում եմ էլի գերանդին։ Գերանդին կարող է նշանակել սա կտրող գործիք է, նախ էլի զգուշ եղեք, դուք էլ ձեր երեխաներին էլ զգուշ պահեք, հեռու պահեք կտրող գործիքներից, ձեզ չվնասեք ինչ որ ձևով։ Կարող է լինել ինչ որ վիրահատություններ են պլանավորած որոշ խեցգետիների համար հաջորդ շաբաթ, չգիտեմ, պլաստիկ վիրահատություններ եք անում կամ պարզապես ցանկացած վիրահատություն անում եք մի շաբաթ, դրա համար կարող է լինել ձեր տրամադրվածությունը, ամեն դեպքում ակնկալիքներ ունեք։ Մյուս կողմից կարող եք լինել մի քիչ կտրուկ։ Ընդհանրապես խեցգետիններին այդքան դա հատուկ չէ, իրենք շատ կտրուկ չեն, բայց ամեն դեպքում կարող է անհրաժեշտություն լինի կտրուկ որոշումներ կայացնել։ Տեսնենք, ինչին է դա վերաբերում։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ լուսինը։ Լուսինը նշանակում է անհանգստություն, վախեր, կասկածներ, դե եթե վիրահատության եք պատրաստվում, բնականաբար կարող եք մի քիչ անհանգստանալ, որովհետև ոչ մեկը վիրահատությունից առաջ երևի թե իրեն շատ այսպես ապահով հանգիստ չի զգում։ Տեսնենք։ Բայց եթե դրա հետ չի կապված, ապա տեսնենք անձնական հարաբերություններում ինչի մասին է խոսքը։ Միգուցե դուք չեք վիրահատվում։ Ձեր որևէ ծանոթ, ազգական, բարեկամ կամ ընկեր տեսնենք, շատ լավ։ Հիշում եք, ասում էի լուսնով ինչ-որ կասկածներ, անհանգստություններ ունեք։ Տեսնում եմ այստեղ բանալին, տեսնում եմ գիրքը, տեսնում եմ խաչի 6-ը, արագիլ եւ երեխայի կարտը։ Տեսնենք, ինչ է այս բոլորը նշանակում, ինչու համար են կասկածներն ու անհանգստությունները։ Բանալին, գիտեք, կդժվարանամ ասել սա ինչի հետ է կապված։ Կդժվարանամ ասել, եւ կին եմ տեսնում, եւ տղամարդ եմ տեսնում, չեմ կարող ասել սա ինչի հետ է անկեղծ ասած։ Եթե այսպես նայում ենք եւ կին եմ տեսնում, եւ տղամարդ եմ տեսնում, եւ երեխա եմ տեսնում։ Եթե սա ինչ որ ընտանեկան, ամուսնական զույգի մասին է խոսքը, ինչ որ իրենց ընտանեկան հարցերում, ինչ որ բան կարող է փոխվել, խաչը բավականին բարդ կարտ եմ տեսնում։ Հեռվից ինչ որ լուր է գալիս, նաև երեխայով կարող եմ ասել, ինչ որ փոփոխություն եմ տեսնում, ինչ որ նորություն եմ տեսնում, բայց ավելի բարդ փոփոխություն է։ Դրա համար էլ կասկածներ ու վախեր ունեք։ Տեսեք, այսպես ասեմ, բանալին ձեր ձեռքում է նաև գիրքը, սրանք շատ լավ գեղեցիկ կարտեր են, կարմիրից տեսնում եք էլ արդեն, այսինքն դուք շատ ինքնավստահ, շատ հանգիստ եք, չեմ կարող ասել ինչ հարցում, ինչ որ որոշում եք կայացնում ընտանիքով, ինչ որ
հարց կա, որ պետք է լուծել, դուք լուծումը ունեք, ձեր ձեռքում է, դուք ամենադեպս շատ վստահ եք դրանում։ Ինֆորմացիային տիրապետում եք, ձեզ ինչ որ պետք էր իմանալ, գիտեք, բայց հանկարծ այսպես պատահաբար ինչ որ բան փոխվում է։ Չեմ կարող ասել ինչ է փոխվում, անկեղծ ասած։ Բայց դա մի տեսակ փոխում է պատկերը եւ դուք ձեր այս ինքնավստահությունը մարում է եւ դուք մի տեսակ կասկածներ ու վախեր ունեք հիմա, որովհետեւ չեմ կարող ասել հերվից է, դրսից է, փոփոխություն, ինչ որ բան փոխվում է եւ ձեզնից կախված չէ։ Նոր, ինչ-որ մի նոր տարբերակ են ձեզ առաջարկում երեխավ, այդպես կարող եմ ասել, բայց ինչի հետ է կապված, այն հարցում, որ դուք շատ վստահ եք, որտեղ բանալին ձեր ձեռքում է, դուք ինֆորմացիային տիրապետում եք, հանկարծ այսպես ճակատագրով, այսպես ինստինկտիվորեն փոխվում է ինչ-որ իրավիճակ, եւ նոր իրավիճակ է ի հայտ գալիս, որ դուք հիմա նոր ես վատ բաներ չեմ տեսնում ճիշտն ասած, ձեր կասկածները նրանից են, որ ինչու այնպես հանկարծ այսպես ամեն ինչ փոխվեց, շատ անսպասելի ձեզ համար եւ ձեզնից ոչինչ կախված չէր, բայց իրավիճակը լրիվ փոխվեց, միգուցե ձեր հավասարակշռությունից դուրս եկավ, արդեն դուք չեք կարող իրավիճակը տիրապետել, շատ հետաքրքիր է, ես անկեղծ ասած չեմ պատկերացնում ինչի մասին կլինի խոսքը, եթե խեցգետիներ կլինեն, որ այսպիսի վիճակում են իրենք կհասկանան ինչի մասին է խոսքը, ինձ համար շատ դժվար էր։ Սա անձնական հարաբերությունների մասին էր խոսքը, եւ սիրային, եւ ընկերական, եւ բարեկամական, եւ ընտանեկան, շատ հետաքրքիր է, ինչի մասին էր խոսքը։ Մի փոքր եթե մանրամասներ տեսնենք։ Տեսնում եմ աղվեսը, լիլիաները եւ թռչունները։ Ինչ-որ բան փոխվում է, ինչ-որ մեկի պատճառով, ինչ-որ մեկի պատճառով, ինչ-որ իրավիճակ է փոխվում ձեզ համար, դուք երևի չեք կարողանալու վերահսկել, այո, ինչ-որ եթե ինչ-որ մեկից էր կախված, տեսեք, այստեղ նորից եմ ասում, շատ տարօրինակ, շատ բարդ իրավիճակ է, տարբեր խեցգետինների համար սա կարող է տարբեր իրավիճակ լինել, չեմ կարող բոլոր օրինակները բերել, որովհետև իսկապես չեմ տեսնում ինչի մասին է խոսքը։ Ինչ որ հարցում, որ դուք շատ հանգիստ ու շատ վստահ եք, հանկարծ իրավիճակը փոխվում է, շատ է փոխվում, այսպես կատեգորիկ փոխվում է։ Բոլորովին նոր իրավիճակ է առաջանում, հարցին պետք է նոր մոտեցում ցույց տաք։ Դա կարող է լինել ինչ-որ մի կնոջ, ինչ-որ մեկի պատճառով, բայց ինչպես, չեմ կարող ասել։ Բայց ձեզ կարիք կլինի երևի ինչ-որ մեկի հետ խոսել, եւ խոսելը եւ լիլիաներով կարող եմ տեսնել խորհրդի կարիք ունենաք, ինչ-որ մեկի հետ ամեն դեպքում խորհրդակցեք, եթե ինչ-որ հարց այնպես չլինի, ինչպես որ դուք շատ վստահ եք ինչպես պետք է լիներ։ Էլ եմ ասում, իսկապես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բացարձակ կարտերը ոչինչ չեն ասում։ Ուղղակի ասում եմ, որ իրավիճակ է փոխվում հանկարծ, դրանից կարտեր չեմ անի, որտեղ ավելի եմ խճճվում։ Ինչ-որ վիճակ, որ ձեզ համար շատ պարզ էր, հարաբերությունների մասին է, չեմ կարող ասել ում հետ ինչպիսի։ Հանկարծ փոխվում է իրավիճակը, ինչ-որ մի նոր բան եք լսում, ինչ-որ մի բան է փոխվում, եւ իրավիճակը լրիվ փոխվում է ձեզ համար։ Եթե դուք ինքներդ խճճվեք, գլխի չընկնեք այս ինչ կատարվեց, ինչպես ինչ պետք է անենք հիմա, պետք է ինչ-որ մեկի հետ խորհրդակցել։ Եթե ձեր շրջապատում կա ինչ-որ խելացի մեկը կամ մասնագետ, չեմ կարող ասել հոգեբան, իսկապես գլխի չեմ ընկնում ինչի մասին է խոսքը արգենեց։ Ոչ մի վատ բան չէի տեսնում, բացարձակ։ Այստեղ նույնիսկ եթե կարող եմ ասել կտրուկ ինչ-որ այդպես փոփոխություն կլինի, դրա համար պետք է որոշում կայացնեք, որտեղ իրավիճակը փոխվում է, կարող է նաև դրան վերաբերել։ Բայց ես իսկապես գլխի չեմ ընկնում ինչի մասին է խոսքը։ Աշխատանքի հետ կապված տեսնում եմ աստղեր, նաև տեսնում եմ սրտի վեցը, այսինքն ինչ որ դուք ինչ-որ ձևով մոտենում եք ձեր ցանկություններին, երազանքներին, այսինքն եթե ինչ-որ նպատակներ կային, այսպես ասեմ, մի շաբաթում մեծ երազանքների երևի թե դժվար թե հասնեք, բայց եթե աշխատանքի հետ կապված ինչ-որ նպատակներ կային, մոտենում եք այդ նպատակներին։ Տեսնենք ինչ կասեն կարտերը։ Տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Ես կարող եմ ասել, որ երևի մինչև հիմա կամ վերջերս աշխատանքի վայրում մի քիչ դանդաղել եմ, երևի աշխատանք շատ չի եղել։
Տեսնում եմ այստեղ նամակագրական կապը մի տեսակ ուշացել է, չկա, ավելի շուտ հաղորդակցություն չկա, իսկ ինձ թվում է նաև այսպես խարիսխով եմ տեսնում, որ գործը կանգնած է եղել մի տեսակ, այսինքն գործ կարծես չի եղել, կարծես անելիք առանձնապես չի եղել, մի քիչ ձանձրացել եք եւ բնականաբար դա ձեզ երևի դուրս չի գալիս, եթե գործը քիչ է, հատկապես եթե հանկարծ դուք բացացի դուք ձեր բիզնեսը ձեր գործն ունեք, գործարքներ չեն կնքվում, գործ չկա, այդ դեպքում բնականաբար ֆինանսներն էլ կդանդաղեն։ Ամեն դեպքում ես այստեղ տեսնում եմ մարդ, որը իր գործի վարպետն է կամ պաշտոն ունի, այսինքն եթե ձեր աշխատանքում վայրում ինչ-որ գործեր կանգնել էին, ձեր վերադասին կարող եք դիմել, որը ձեզ կօգնի, որպեսզի այդ անհանգստությունները ցրվեն, ամպերը ցրվեն, այսպես ասեմ, աշխատանքը կդառնա ձեզ համար շատ հարմարավետ։ Իսկ ձեր վերադասը կարող է լինել միգուցե կին, որտեղ այստեղ կնոջ կապ եմ տեսնում, կարող է լինել ինչ-որ կին, չեմ կարող ասել, ով կարող է լինել աշխատանքի վայրում, ձեզնից ավելի փորձառու է, ձեզնից միգուցե ավելի բարձր պաշտոն ունի, կարողանա ձեզ օգնել եւ ելի եմ ասում, ձեր աշխատանքը, որ այսպես շատ կայուն էր, բայց ոչ դրական, պարապ-սարապ, այսինքն առաջ խաղացում չկար, ոչինչ չկար, իսկ ես կարող եմ տեսնել, որ իրականում դուք ինչ-որ ճանապարհ ուզում էիք գնալ։ Ճանապարհ ես փոխաբերական իմաստով նկատի ունեմ, որ դուք մի քիչ ավելին էիք ակնկալում աշխատանքից, ունեք նպատակներ։ Ուզում եք աշխատանք լինի, ուզում եք աշխատել, վարպետանալ, առաջ գնալ, բայց այսպես գործերը կանգնած էին, տեղից չէին շարժվում, դա ձեզ անհանգստացնում էր, ամպերը տեսնում եմ, այստեղ ամպեր են կուտակված, բայց եթե դիմեք ձեր վերադասին կամ ձեր այդ գոլեգաներից մեկին, որը ձեզ կարողանա օգնել, իրականում տեսնում եմ, այստեղ տուն կարող է լինել տան արկու վաճառքով եք զբաղվում ձեր աշխատանքի վայրում, չեմ կարող ասել կամ տնից եք աշխատում, կամ պարզապես ձեզ աշխատանքը հարմարավետ կդառնա ձեզ համար ավելի, դա կտանի ձեզ մոտ դեպի ձեր երազանքներին եւ կարող աշխատանքի վայրից ուղղակի կին լինի, որ ձեզ կարողանա խորհրդով օգնել կամ օգտակար լինել այս պարապությունից ազատվելու համար, հնարավոր է։ Ֆինանսներում տեսնում եմ աճ։ Ընդհանուր առմամբ, եթե նայում ենք, տեսնում եմ, ես բավական հետաքրքիր շաբաթ եմ տեսնում ձեզ համար, տեսնում եք, ընդ որում սրտի 6, 7, 8, շատ լավ կարտեր եմ տեսնում իրականում, առանձին վերցրած, որ նայում ենք, առաջխաղացում եմ տեսնում կամ աճ ֆինանսներում, տեսնենք։ Շատ աշխուժ, շատ զբաղված շաբաթ ճիշտ ասած չեմ տեսնում խեցգետինների համար։ Տեսնենք։ Այո, ֆինանսներում էլ կարտեր չեմ անի, որտեղ շատ լավ կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ ֆինանսներում եւ ծաղկեփունջը, տեսնում եմ այստեղ եւ ծաղիկները, որը հաջողության կարտն է։ Ֆինանսներում կլինի աճ, այո, հաջողություն կլինի։ Հիշում եք, այստեղ գործարքներ, որ ասում էի աշխատանքում ձեր ցանկություններին մոտենում եք, այո, որտեղ մի քիչ պարապ էր, կանգնած էր գործը, ձեզ կօգնեն, կդիմեք ինչ-որ մեկին, որը ձեզ կօգնի եւ հարմարավետ կդառնա ձեր աշխատանքը։ Իսկ եթե տուն եք արքու վաճառք եք անում, գործը կանգնել էր, գործը կսկսի շարժվել, առաջխաղացում կլինի եւ ֆինանսներում էլ կլինի աճ։ Եթե մարդկանց հետ գործ ունեք ֆինանսների հետ, շատ լավ հանդիպումներ կլինեն, շփում կլինի եւ ինչ էլ որ ֆինանսների հետ կապված լինի, անպայման կլինի հաջողություն։ Ճանապարհը բաց է, հաջողության կարտն էլ տեսնում եմ։ Միայն երևի անձնական հարաբերությունների մի քիչ բարդ իրավիճակ էր, ես այդպես էլ մինչև չեմ կարող ասել ինչի մասին էր խոսքը, մի քիչ բարդ իրավիճակ էր։ Բայց ոչ մի բացասական բառ չեմ տեսնում, բարդ իրավիճակը դե մարդ ենք, բոլորիս կյանքում էլ լինում են, ամեն ինչ կանցնի կգնա ի վերջո եւ հույսով եմ ամեն ինչ կթեթևանա։